Ես Նարեկն եմ Ավետիսյան, արդեն տարի 3 ամիս է ծառայում եմ բանակում։ Հայրիկի հորդորն է եղել, որ ես ընտրեմ զինվորականի մասնագիտությունը։ Փոքր ժամանակվայից դեռ տեսնելով նրան համազգեստով միշտ ցանկություն եմ հայտնել ես նույնպես կրեմ այդ համազգեստը։ Հոր հետքերով զինվորականի ուղին ընտրած լեյտենանտ Նարեկ Ավետիսյանը մասնագիտությամբ հրետանավոր է, փոքր ստորաբաժանման հրամանատար, ծառայում է ուսումնական զորամասերից մեկում։ Թեև երիտասարդ սպան երկարամյա ծառայության փորձ չունի, բայց արդեն հասցրել է նվիրվել իր գործին եւ պատվով է իրականացնում առաքելությունը։ Բոլորս մեր հոգում պետք է ունենանք այդ գաղափարը, որ պարտավոր ենք մենք մեր հայրենիքը պաշտպանել, մեր հայրենիքը ամուր պահել։ Նարեկի ենթակայության տակ հրետանային դասակ է։ Լեյտենանտը պատասխանատու է ստորաբաժանման արտաքին տեսքի հարդարանքից մինչև հմուտ ու գրագետ մասնագիտական զենքին լիարժեք տիրապետող զինվորներ պատրաստելու համար։ Եվ որպես հրամանատար նա անձնական օրինակ է ենթակաների համար, միշտ ձգտել ավելիին ու յուրաքանչյուր պահի պատրաստ լինել վերադասի հրամանները կատարելուն։ Այսօրվա մեր թեմա պարապմունքը լինելու է հրանոթի հիմնական ուղղություն տալը։ Զինվորականի հոգեբանության մեջ պետք է լինի այդ պատասխանատվության ճիղը, քանի որ պատասխանատվությունը դու կրում ես քո անձնակազմի համար, քո անձնակազմի ցանկացած թերություն, դա համարում ես քո թերությունը։ Անձնակազմի մեջ մենք փորձում ենք սերմանել ընկերասիրությունը, ջանասիրությունը եւ ունենալ հայրենիքի նկատմամբ մեծ սեր։ Իմ ամենամեծ ցանկությունը այն է, որ իմ անձնակազմը փորձի տիրապետել իր հրանոթին, քանի որ մենք կրում ենք այս համազգեստը, բոլորիս պարտքն է իրար կողք կանգնել, թե ուտիկունք լինենք եւ ավելի ամրապնդենք մեր բանակը։ Ըստ լեյտենանտ Ավետիսյանի ստորաբաժանման ճիշտ ղեկավարումից է կախված արդյունավետ ծառայությունն ու խնդիրների ճշգրիտ եւ ժամանակին կատարումը։ Ուստի որպես դասակի հրամանատար Նարեկը նաև խիստ ուշադրություն է դարձնում անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածությանը։ Այդ նպատակին է միտված նաև զինվորների հետ պարբերաբար անցկացվող զրույցները։ Մենք բոլորս մի նպատակի համար ենք այստեղ, պատվով պահենք մեր հայրենիքը։ Դուք դառնալու եք կրտսեր հրամանատարներ ու պետք է պատասխանատվության բարձր գիտակցումով կատարեք ձեր առջև դրված խնդիրները։ Մարտի Նարեկի մասնագիտության ընտրությունը պատահական չէր։ Սիրում է թվերի հետ աշխատել, դրամաբանել, հաշվարկներ կատարել։ Զինվորական լավագույն զորատեսակը, որտեղ կարող էր իրեն առավելագույնս դրսևորել, հենց հրետանին էր։ Իր անձնակազմի հետ դասակի հրամանատարը նաև գործնականում է պարապմունքներ անցկացնում, թերացումներն ու բացթողումները շտկում եւ օր-օրի ավելի կատարելագործում զինվորների պատրաստվածության աստիճանը։ Հրետանավորի մասնագիտությունը այդքան էլ հեշտ չէ, քանի որ մենք բոլորս, նաև ես, ամեն օր փորձում եմ իմ գիտելիքները ավելի ընդլայնել։ Հիմնական նշանակետը ո՞րն եք վերցնել։ Որպես հնական ընտրել ենք Խողովակի ձախեզրը։ Հրամանները մարտի ենք բերում եւ փորձում ենք հրաձգություն կատարել եւ այդ հրաձգության ժամանակ թե զինծառայողները, թե մենք ամեն մի կրակոցից սկսում ենք ավելի լավ, ավելի ուժեղ կատարելագործել մեր հմտությունները։ Մարտի Զինվորական համազգեստ կրելն առաջին հերթին պատասխանատվություն է, իսկ ուսումնառության 6 ամսվա ընթացքում շարքային զինվորից հմուտ եւ բանիմաց զինվորական պատրաստելն առավել պարտավորեցնող եւ պատվաբեր առաքելություն, նշում է ստորաբաժանման ղեկավարը։ Նշանառուն իր նշանոցային հարմարանքները տեղադրելիս պետք է անպայման ճշգրիտ տեղադրի եւ առանց վնասվածքների։ Այսինքն պետք է կատարել արագ, բայց նույն ժամանակ խելացի կերպով։ Պարզ էր բոլորիդ։ Մենք սպաներով փորձում ենք նրանց մաքսիմալ տանկ գիտելիքներ, որպեսզի նրանք կարողանան զորքերում կիրառեն եւ փոխանցեն իրենց անձնակազմին։ Լեյտենանտ Նարեկ Ավետիսյանը վստահեցնում է, դեռ երկար տարիներ է շարունակելու ծառայել հայրենիքին, անմնացորդ նվիրվել սեփական առաքելությանը, հավատարիմ երդմանն ու զինվորական կոչմանը։ Լաուրա Մամյան, Արամ Սիմոնյան, Զինուշ